Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը Երևանում մեկ հարկի տակ համախմբեց միջազգային ֆինանսական համայնքի առաջատար ներկայացուցիչներին։ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև ոլորտի ապագա զարգացումների, նոր համագործակցությունների եւ տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման կարևոր ազդակ։ Ավելի քան 16 երկրներից ժամանած բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, ներդրումային կառույցների եւ կարգավորող մարմինների ներկայացուցիչները Երևանը վերածել էին կապիտալի շուկաների միջազգային երկխոսության կենտրոնի։ Միջոցառման բացումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր ողջույնի խոսքում նախագահը կարևորեց Հայաստանի ֆոնդային բորսայի դերը երկրի տնտեսական զարգացման եւ ներդրումային միջավայրի ամրապնդման գործում, ընդգծելով, որ կապիտալի շուկայի զարգացումը պետության ռազմավարական առաջնահերթություններից է։ Միջազգային գործընկերների եւ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներկայությունը եւս մեկ անգամ վկայում էր, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանային ֆինանսական քարտեզում, դառնալով ավելի վստահելի եւ գրավիչ հարթակ ներդրողների համար։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը անդրադառնալով բորսայի անցած 25-ամյա ճանապարհին ընդգծեց, որ այս հոբելյանը միայն անցյալի ձեռքբերումներն արժևորելու առիթ չէ, այլ նաև հնարավորություն ձևավորելու կապիտալի շուկայի զարգացման նոր ռազմավարություն եւ կյանքի կոչելու համակարգային բարեփոխումներ։ Կարանք հանգիստ փաստել, որ վերջի 25 տարվա ընթացքին չնայած դժվար ծանր ճանապարհ է եղել, բայց հաղթահարելով դժվարությունները հասել ենք մի մեծ կետի, որից հետո կարծում եմ պետք է ել ավելի արագ տեմպերով ինտեգրվենք միջազգային կապիտալի շուկաներին եւ դեպի Հայաստան փողը ներհոսի սահուն, հեշտ եւ փողի ներգրավումը դառնա էժան։ Քառորդ տարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան անցել է զարգացման եւ վերափոխման լայն ճանապարհ, ձևավորվելով որպես երկրի ֆինանսական համակարգի առանցքային ենթակառուցվածք։ Այս տարիների ընթացքում ներդրվել են նոր տեխնոլոգիական լուծումներ, բարձրացվել են թափանցիկության եւ կառավարման չափանիշները, ընդլայնվել է ներդրումային հասանելիությունը, ինչպես նաեւ ամրապնդվել են միջազգային գործընկերային կապերը։ Համաժողովի ընթացքում առանցքային ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ Կամերտուն բազմաֆունկցիոնալ համալիրի հիմնադիր կառավարիչ գործընկեր Դավիթ Թավադյանը, անդրադառնալով կապիտալի շուկաների զարգացման, տնտեսական աճի, ներդրումային միջավայրի բարելավման եւ ժամանակակից մարտահրավերների հաղթահարման կարեւորությանը։ Օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք թեմատիկ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում միջազգային փորձագետներն ու ոլորտի առաջատար ներկայացուցիչները քննարկեցին կապիտալի շուկաների զարգացման հիմնական միտումները, տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունները, կարգավորող քաղաքականության դերը, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների եւ ֆինթեք լուծումների ազդեցությունը ֆինանսական համակարգերի ապագայի վրա։ Մենք հավատում ենք, որ փոխակերպումն է նորարարության հիմքը եւ այս առումով տեսնում ենք բազմաթիվ նմանություններ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ մեր փորձի միջեւ։ Կարծում ենք կարող ենք շատ բան սովորել միմյանցից։ Հայաստանը բնական կամուրջ է Մերձավոր Արևելքի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Նույն կերպ Լեհաստանը ձգտում է դառնալ միջազգային ներդրողների համար դարպաս դեպի կենտրոնական Եվրոպա եւ ապագայում նաեւ Ուկրաինա։ Այս ոգով մենք վստահ ենք, որ կարող ենք ոչ միայն կիսվել մեր փորձով, այլև սովորել Հայաստանից։ Հայաստանը տնտեսական հաջողության, ուժեղ եւ դիմացկուն տնտեսության կարևոր օրինակ է։ Մենք մեծ ներուժ ենք տեսնում, որպեսզի Հայաստանը դառնա կարևոր հարթակ տարածաշրջանի ներդրողներին եւ թողարկողներին գլոբալ շուկաների հետ կապելու գործում։ Քննարկումների առանցքում էին նաև բլոկչեյն տեխնոլոգիաները, ակտիվների տոկենզացիան եւ կրիպտո լուծումների կիրառման հեռանկարները, որոնք այսօր աստիճանաբար վերափոխում են համաշխարհային կապիտալի շուկաների աշխատանքային մեխանիզմները։ Մեր բորսան եւ IMX-ն արդեն համագործակցում են եւ այժմ IMX-ը դարձել է մեր Թաբադուլ ցանցի մի մասը։ Թաբադուլը միավորում է շուրջ 8 փոխկապակցված բորսաներ, որոնց միջև իրականացվում է փոխադարձ առևտուր։ Եվ սա դեռ միայն սկիզբն է, քանի որ ունենք նաև այլ նախաձեռնություններ, ուղղված համագործակցության խորացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը։ Ամենակարևորը մեր նպատակն է մեր ներդրողներին հնարավորություն տալ մուտք գործելու հայկական շուկա, իսկ հայ ներդրողներին հասանելիություն ստանալու մեր շուկային եւ Թաբադուլ ցանցին միացած մյուս շուկաներին։
Համաժողովի կարևոր իրադարձություններից մեկը Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Ղազախստանի ֆոնդային բորսայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որը նպատակ ունի ընդլայնել կապիտալի շուկաների միջև փոխադարձ հասանելիությունը եւ ստեղծել ներդրումային նոր հնարավորություններ տարածաշրջանում։ Միաժամանակ ստորագրվեցին նաեւ ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի եւ միջազգային գործընկեր կառույցների միջև, ուղղված տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման խորացմանն ու արժեթղթերի շուկայի հասանելիության ընդլայնմանը։ Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև ամենամյա MX Award մրցանակաբաշխությունը, որի ընթացքում գնահատվեցին կապիտալի շուկայի ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած կազմակերպություններն ու անհատները։ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված համաժողովը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև ապագայի զարգացման նոր հեռանկարների ձևավորման կարևոր հարթակ, վերահաստատելով, որ Հայաստանի կապիտալի շուկան պատրաստ է նոր փուլ մտնել առավել մրցունակ, տեխնոլոգիական եւ միջազգային համագործակցությանն ուղղված օրակարգով։